Բարի երեկո, եթերում առաջին լրատվականն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսելը վաղ է, այնուամենայնիվ մենք պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին։ Թիմ և տարածքային կառավարման ու միջազգային կառույցների 300-ից ավելի ներկայացուցիչների մասնակցությամբ ջերմուկում մեկնարկած Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումում հայտարարել է նախագահ Սարգսյանը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Պետդումայի անդամ Ժորես Ալֆիորովն արդեն նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է։ Էլեկտրոնային երրորդ հեղափոխության ակունքներում կանգնած ֆիզիկոսին ընդունել է հանրապետության նախագահը։ Հայաստանի տնտեսության ամենամրցունակ ոլորտը բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա Armtech Congress 2011 համաժողովի կարգախոսն է սովորել անցյալից, բացահայտել ապագան։ Նպատակը գործարար նոր կապեր հաստատելն է ու ներդրումներ ներգրավելը։ 20 բնակարան հայրենիքի պաշտպաններին Գորիսում շահագործման է հանձնվել ազգային բանակի 20 սպաների ընտանիքների համար նախատեսված բնակելի շենքը։ Եվ ֆուտբոլային կրքեր մեր ֆուտբոլային պատմության թերևս ամենակարևոր Հայաստան-Իռլանդիա հանդիպումից առաջ։ Մեր հավաքականին հավատում ենք ոչ միայն մենք, այլ նաև օտարները, միջազգային մամուլի արձագանքները։ Ինչպես ուժեղացնել տեղական ինքնակառավարումը, համայնքային խնդիրները լուծելի դարձնել համայնքի ղեկավարի համար, բայց ոչ թե իր հայեցողությամբ, այլ իր շահ բնակչի։ Առաջին անգամ համայնքային կառավարման խնդիրներն ու նաև դրանց լուծման հնարավոր եղանակները քննարկվում են Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումում։ Թիմ 15-ամյակի հոբելյանական հավաքը մեկնարկել է այսօր ջերմուկում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կառույցների 300-ից ավելի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ֆորումն ուղեկցվել է նաև գյուղատնտեսական արտադրանքի և գյուղոլորտին անհրաժեշտ ծառայությունների ցուցադրությամբ։ Համայնքների զարգացման համար կարևոր է ներդրումների ներգրավումը, իսկ դրա համար անհրաժեշտ է միջազգային շուկայում ներկայացնել տվյալ համայնքի համեմատական գրավչությունը։ Կեսօրից հետո համաժողովի մասնակիցներին է միացել նաև Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզում էր աշխատանքային այցով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը։ Այդ նպատակով մշակվել է տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից։ Երկրի ղեկավարի խոսքով հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են նախարարությունների միջոցով, ևս մշակվում ու կյանքի են կոչվում խորհրդակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Ջերմուկի ջերմ արևի տակ հանրապետության գյուղապետերն ու քաղաքապետերը հավաքվել են տարեկան ժողովի։ Հանդիպումը հոբելյանական է, նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների թիմ 15-ամյակին։ Համայնքներում ով ինչ խնդիր է կարողացել լուծել այս տարի, սա է բակում զրույցների հիմնական թեման։ Ես գումարային չեմ կարող ասել, բայց 5 բազմաբնակ շենքերի տանիքներ է վերանորոգվել, ինչպես նաև ճանապարհներ։ Տանիքների հարցին հերթը չի հասել Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում հունվարից հետո կարողացել են միայն խմելու ջրագիծ անցկացնել։ Մտածում են գումար հայթայթել, որ հաջորդ խնդրի լուծումը չուշանա։ Առաջնահերթ խնդիրը ճանապարհների ասֆալտապատման խնդիրն է, Բերդ Չինարի ճանապարհահատվածը, որը ստրատեգիական մեծ նշանակությունով ճանապարհը, սահմանամերձ տարածք 6 համայնքներ են օգտվում, գումարը դրան նաև զինվորական գումարտակներ են։ Գյուղական համայնքների առաջին համաժողովի միջանցքներում ցուցահանդես է, ներկայացված է այն ամեն ինչ կարող է հետաքրքրել գյուղացուն գյուղապետերին, անգամ ջերմոց փոշոտող հոլանդական իշամեղու։ Գինեգործների համար առաջարկում ենք խաղող ճզմելու համար առաջարկում ենք պրեսներ, Պորտուգալիայից ներկրված բնական տարբեր որակի խցաններ եւ ինչպես նաեւ մյուս այլ գյուղատնտեսական ապրանքներ, այստեղ մենք ունենք խոթհնձիչներ, ունենք ջերմատների համար Հոլանդիայից ներկրված իշամեղուներ, որոնք օգնում են փոշոտումը իրականացնել պոմիդորի։ Համայնքապետերը պետք է տեղերում այնպիսի պայմաններ ստեղծեն ձեռներեցների համար, որ բիզնեսմենները առանց երկար մտածելու գնան այնտեղ արտադրություն հիմնեն, գործ սկսեն։ Սա է տեղական ինքնակառավարման աշխուժացման նոր մոտեցումը։ Այդ ուղղությամբ կոնկրետ ջերմուկում 15 միլիոն դոլար ներդրումով 2009 թվականից սկսել են ժամանակակից սպա կենտրոնի կառուցումը։ Այստեղ հանգստացողների, առավել ևս առողջությունը վերականգնողների համար դա բուժման կուրսը լրացնելու նոր հնարավորություն է։ Ես առաջին անգամ եկա հանգստանալու համար Աստրախանից, բայց բնիկ մարդունուց եմ։ Առաջին անգամ եկա, բայց կյանքում չի գնացի բժշկի, առաջին անգամ որ իմացել եմ շաքար ունեմ։
մի 4 օրում արդեն շագարը սնգել է։ 84 հյուրանոցային համարներով կոմպլեքս համալիրը կշահագործվի 2013 թվականին։ Ջրաբուժարաններ են նախատեսված, լողավազաններ, տարբեր տեսակի լողավազաններ, ֆիթնես կենտրոններ, սպորտային միջոցառումների դահլիճներ, ինչպես նաև կոնֆերանս դահլիճներ, սպասարկող ուրեմն ռեստորան, ճաշարան եւ հյուրանոցային համարներ։ Սպա կենտրոնի հարևանությամբ ջրային ավազանների կամուրջների վրա կկառուցվի նաև եվրոպական նախատիպով արվեստի թեթև կենտրոն։ Նախագծերը հանրապետության նախագահին գլխավոր ճարտարապետը տեղում է ներկայացրել։ Օրվա մյուս մասը Սերժ Սարգսյանն անցկացրել է համայնքային համաժողովում։ Մարզերի հավասարաչափ զարգացումը երկրի ղեկավարի նախընտրական ծրագրերից է։ Ֆինանսական տարբեր աղբյուրներից, բյուջեի փողերով, միջազգային վարկերով, 1001-ի մարտահրավերների գումարներով եւ այլ միջոցներով երկիրը փորձում է թեթևացնել գյուղացու սոցիալական վիճակը։ Խմելու եւ ոռոգման ջրագիծ է անցկացնում ճանապարհ նորոգում, որ այգուց բերքը հեշտ տանեն շուկա։ Ես ուզում եմ հայտարարել, որ մենք մշտապես սատար ենք կանգնելու ձեզ, մշտապես բարձրացնելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը եւ համոզված ենք, որ դուք եւս տրամադրված եք վճռական եւ դուք ելնելով ձեր բնակավայրի, ձեր գյուղի, ձեր համայնքի շահերից կարողանալու եք բարձրացնել այն աթոռի դերը, որի վրա դուք նստում եք։ Սա էական հանգամանք է։ Մենք պիտի հասնենք մի այնպիսի միջավայրի, որպեսզի մեր բոլոր գյուղական համայնքները 900-ի մոտ գյուղական համայնքներ ունենք, որպեսզի այդ գյուղական համայնքների բնակչությունը գիտակցի տեղական ինքնակառավարման մարմնի դերակատարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մեջ տեսնի նաեւ իր բարեկեցության աղբյուրը։ Սա շատ էական հանգամանք է։ Ինչպես հասնել նրան, որ ավականիներն առաջնորդվեն համագյուղացիների շահերով, ոչ թե պարեն գյուղապետերի դուդուկի տակ, ինչպես զարգացնել անասնապահությունն ու այգեգործությունը, փոքր ու միջին բիզնեսը։ Բոլոր այս հարցերով համաժողովում մինչև 3 շաբթի ուշ երեկո առանձնացված քննարկումներ կծավալվեն։ Հերմինե Բաղդասարյան, Արման Ղարիբյան, առաջին լրատվական, Ջերմուկ։ Մեր նկարանախումբը շարունակում է աշխատել Ջերմուկում եւ մենք հիմա ուղիղ կապ ունենք Հերմինե Բաղդասարյանի հետ։ Հերմինե, բարի երեկո, ֆորումի այսօրվա օրակարգը սպառվել է թե ոչ եւ ինչ կարող եք ավելացնել։ Բարի երեկո, ասեմ Քրիստինե, որ համաժողովը դեռ չի սպառել, այն կշարունակվի նաեւ վաղը։ Սովորաբար Հայաստանում նոյեմբերի 10-ին է նշվում համայնքների օրը, բայց մենք բոլորս գիտենք, թե որքան շատ են խնդիրները մեր գյուղերում եւ քաղաքներում, հանրապետության 915 համայնքներից 866-ը գյուղական են եւս վերջին հետազոտությունների յուրաքանչյուր 3 բնակչից մեկը համարվում է սոցիալապես անապահով։ Վիճակագրական այս պատկերը փոխելու հարցն հենց դարձավ այսօրվա համաժողովի հիմնական թեման։ Խոսվեց նաև այն մասին, որ հող մշակող գյուղացին իրեն համարում է գործազուրկ եւ սպասում, թե երբ ինչ-որ մասնավոր ձեռնարկություն կգա համայնքում աշխատատեղ կբացվի, որտեղ ինքը կարողանա աշխատել, դա փաստորեն համարվում է սոցիալական խնդիր եւ ստացվում է, որ գյուղացին իրեն սեփականատեր դեռևս չի զգում։ Հանրապետության նախագահը նկատեց, որ խնդիրը բնորոշ է նաեւ քաղաքային բնակչությանը եւ մարդիկ, ովքեր նույնիսկ աշխատանք ունեն, համարում են, որ դա ժամանակավոր գործ է։ Մյուս կողմից կառավարությանը հայտնի են թվով մոտ 100 ձեռնարկություններ, որոնք համառորեն չեն կարողանում դրացնել իրենց թափուր աշխատատեղերը։ Սա այնքան խորքային խնդիր է, որ գուցե դրան թեմային առանձին համաժողով նվիրվի։ Օրվա անցուդարձից ասեմ, որ այս պահին հանրապետության նախագահին առողջարանային ջերմուկում ցուցադրում են գիշերային լուսավորության նոր համակարգը եւ թեմային շուրջ ֆինանսական մեկ լուր նույնպես ասեմ, գուցե համայնքների օրվա կապակցությամբ նախորդ 5 շաբթի կառավարությունը լրացուցիչ 10 միլիարդ դրամ հատկացրեց մարզերում հրատապլուծում պահանջող խնդիրների լուծմանը, առաջին 10 միլիարդը հատկացվել էր տարվա սկզբին եւ այժմ հայտնի է նաեւ երկրորդ 10 միլիարդի բաշխման սխեման, որ մարզը որքան գումար է ստանալու եւ քանի գյուղ կկարողանա օգտվել այս ծրագրից, առաջարկում եմ լսել տարածքային կառավարման նախարար փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեկնաբանությունը։ Այսքան այս պահին, Քրիստինե։ Բաշխման սկզբունքը եղել է մարզի բնակչության թվականակը,
ըստ էության հավասարաչափ չի բաշխվել, ունենք մարզեր, որոնք ստացել են 1 միլիարդ 300 միլիոն դրամ, ամենանվազագույն թիվը բաշխվելով Վայոց ձորի հասանելիքն է եղել, հաշվի առնելով բնակչության թվաքանակը։ Ծրագրերը ընտրվել են ըստ համայնքներից ներկայացված հայտերի, առավելությունը տրվել է այն ծրագրերին, որոնք ունեն երկարատև պատմություն, տարիներ շարունակ խնդիրները լուծում չեն ստացել այս կամ այն պատճառով։ Երկրորդ տեղում եղել են այն ծրագրերը, որոնք այս կամ այն ծրագրերով նաև համաֆինանսավորում ունեն, ինչը հնարավորություններ տալու նույն ֆինանսական ռեսուրսների շրջանակներով ավելի մեծ քանակությամբ ծրագրեր իրականացնելու։ Ընդհանուր առմամբ մենք առաջի եւ երկրորդ ծրագրով իրար հետ մոտավորապես 347 գյուղական միայն համայնքներում ենք իրականացրել ծրագրերը, դա նշանակում է, որ ոչ բոլոր համայնքներում են ծրագրեր իրականացնել, որովհետեւ ֆինանսական ռեսուրսները չէին կարող բավարարել։ Հույսով եմ, որ ծրագիրը շարունակական կլինի, նաև այն չափանիշներով, որ այսօր ֆորումի ժամանակ հանրապետության նախագահը մատնանշեց, եւ մնացած համայնքները, որոնք այս առաջի երկու ծրագրերով ընդգրկված չէին, նույնպես հնարավորություն կունենան ընդգրկվելու եւ որոշ ծրագրեր իրականացնելու։ Ես հիշեցնեմ, որ ջերմուկում աշխատում էր իմ գործընկեր Հերմինե Բաղդասարյանը, այնտեղ այսօր մեկնարկել է Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումը, որտեղ քննարկվում են համայնքային կառավարման արդյունավետության հարցերը։ Համաժողովը շարունակվելու է նաև վաղը, մենք էլ շարունակելու ենք հետևել ֆորումի աշխատանքին։ Մինչև Վայոց ձորի մարզ մեկնել է, նախագահ Սարգսյանն ընդունել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Պետդումայի անդամ Ժորես Ալֆիորովին։ Երկրի ղեկավարը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում եւ հույս հայտնել, որ հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների, իշահ համայն մարդկության եւ երկու բարեկամ ժողովուրդների։ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորել է գիտնականին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանն ու Ժորես Ալֆիորովը անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման եւ նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը։ Մարդ, որը կանգնած է էլեկտրոնային երրորդ հեղափոխության ակունքներում, Ժորես Ալֆիորովին այսպես են բնութագրել նրա հայ գործընկերները։ Ռուսաստանցի ֆիզիկոսը 500 գիտական հոդվածների եւ 50 հայտնագործությունների հեղինակ է, աշխարհի 50 գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամ, իսկ այսօր նրան շնորհվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ։ Լենինգրադի ու Հայաստանի գիտաշխատողների համագործակցությունը հին բարի ավանդույթներ ունի, նշել է Ալֆիորովը երախտագիտություն հայտնելով իրեն շնորհված բարձր կոչման համար։ Լենինգրադյան գիտական դպրոցի ներկայացուցիչներ էին Վիկտոր Համբարձումյանը, Հովսեփ Օրբելին, Ալիխանյան եղբայրները։ Հայ ֆիզիկոսների համագործակցությունը Լենինգրադյան դպրոցի հետ շարունակվում է նաև այսօր։ Կան գիտական ու կրթական կոնկրետ առաջարկներ, ասել է ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանը եւ հույս հայտնել, որ Հայաստանում կբացվի Ալֆիորովի հիմնադրամի մասնաճյուղը, որը գիտական կապերի եւ համատեղ հետազոտությունների հնարավորություններ կընձեռի նաև հայ երիտասարդ տաղանդավոր մասնագետներին։ Ակադեմիայի նախագահն էլ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ակադեմիայի գիտական ծրագրերին կմասնակցեն նաև մեր գիտական հաստատությունները։ Այսօր ես հանդիպել եմ ձեր երկրի նախագահին, մոտ 1 ժամ զրույց եմ ունեցել նրա հետ եւ շատ լավ տպավորություն եմ ստացել։ Մենք քննարկեցինք խնդիրների մի ամբողջ շարք, կարծում եմ այսօր շատ կարեւոր է, որ քաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ առանց զարգացնելու գիտական հետազոտությունները, առանց զարգացնելու նոր տեխնոլոգիաները երբեք դուրս չեն գա այն խորքային ճգնաժամից, որում գտնվում ենք։ Եվ դրանում արտակարգ կարեւորություն է ստանում մեր համագործակցությունը։ Գիտական աշխատանքը բերում է բարեկեցություն եւ նույնը պետք է բերի նաեւ գիտաշխատողներին։ 2000 թվականին Նոբելյան մրցանակ ստանալիս շվեդական համալսարաններում ասացի. Ռուսաստանը լավատեսների երկիր է, որովհետև հոռետեսները բոլորը հեռացել են։ Կարծում եմ Հայաստանը եւս լավատեսների երկիր է, գուցեև նույն պատճառով, բայց ովքեր մնացել են, լավատեսությամբ են նայում ապագային եւ կանեն ամեն ինչ, որ ապագայում այստեղից չհեռանան։ Մակրոտնտեսության պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությունը Նոբելյան մրցանակ է պարգևել Թոմաս Սարջենթին Նյու Յորքի համալսարանից եւ Քրիստոֆեր Սիմփսին Փրինսթոնից։ Գիտնականները պարզել են, թե ինչպես են սղաճի մակարդակի մասին կանխատեսումներն ու նաեւ քաղաքական իրադարձությունները անդրադառնում սպառողների վարքի վրա։ Իդեպ տնտեսության ոլորտում մրցանակը Նոբելի կտակում նշված չէ։ 1969-ին այն սահմանել է Շվեդիայի բանկը։ Ավանդույթի համաձայն դափնեկիրների անունը հրապարակում է Գիտությունների թագավորական ակադեմիան։ Այս տարի մրցանակը կազմում է մոտ $1.5 միլիոն։
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը տարեկան աճում է 20%-ով, ինչը համեմատելի է հանքահումքային ոլորտի հետ։ Բարձր տեխնոլոգիաների զարգացումն իր ներդրումն է ունենում նաև տնտեսության մյուս ճյուղերի արդիականացման ու արդյունավետության բարձրացման գործում։ Այդ ոլորտը զարգացում է ապրել անգամ մեր տնտեսության ճգնաժամային տարիներին։ Մայիսից Երևանում գործում է Microsoft նորարարական կենտրոնը, որը մեր տարածաշրջանում ամենախոշորն է, իսկ նոյեմբերին սպասվում է հայ-հնդկական ուսումնական կենտրոնի բացումը։ Այսօր մեկնարկած Armtech Կոնգրես 2011-ի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի ընթացքում հայտնի է դարձել, որ մեր երկրում կստեղծվի ողջ աշխարհի համար նախատեսված մոբայլ լուծումների 5 լաբորատորիաներից մեկը։ Սինգապուրյան խոշոր ինժեներական City Kinetics ընկերությունը Հայաստանում կներդնի տարեկան 1-ից 2 միլիոն դոլար։ Ընկերության մուտքը Հայաստան կլինի արդեն այս աշնանը։ City Kinetics-ը զբաղվում է օդային և ծովային տրանսպորտային միջոցների ճարտարագիտական սարքավորումների ծրագրավորմամբ։ Այստեղ մշակված ալգորիթմները վաճառվելու են ամբողջ աշխարհում։ Այս աշունը Հայաստանում աչքի է ընկնելու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների բացման բումով։ ԵՊՀ-ի տարածքում կհինվի հայ-հնդկական ուսումնական կենտրոն, Հայաստանում կտեղակայվի ամբողջ աշխարհի համար մոբայլ լուծումների 5 հիմնական լաբորատորիաներից մեկը։ Ամենաարագ զարգացող ոլորտներից է եւ մենք վերջին տարիներին ունենում ենք տարեկան առնվազն 15-ից 20% աճ ոլորտում, մեծանում են ներդրումների ծավալները եւ մենք այս պայծրությամբ ունենք շուտ 300 ձեռնարկություններ ոլորտում, ընդ որում այդ ձեռնարկությունների գերակշիռ մեծամասնությունը դրանք օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկություններն են։ Հայաստանյան IT ոլորտում վերջին 3 տարիները արմատական փոփոխությունների ժամանակահատված էին։ Կտրուկ աճել է ինտերնետ հասանելիությունը։ Եթե 3 տարի առաջ ինտերնետ կապի 1 մեգաբիտ վայրկյանի համար գինը 1.200.000 դրամ էր, այսօր արդեն արժե 50.000 դրամ։ Ինտերնետից օգտվողների թիվը 80.000-ից հասել է 341.000-ի։ Իրական արժեքը IT-ն իրանում է, որ ամբողջ արժեքը ստեղծվում է հենց Հայաստանում։ Այսինքն արժեքը ստեղծվում է իշնորհիվ մեր մասնագետների, 5000-ից ավելի մասնագետներ, ծրագրավորողներ, պրոֆեսիոնալներ աշխատում են ոլորտում եւ մոտավորապես նույն քանակի մարդիկ աշխատում են հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում, որը իրականում բավական մեծ ներուժ է, որը բերում է Հայաստանը, դարձնում է առաջատար մեր տարածաշրջանում։ Armtech համաժողովի չինացի հյուրը Չի Ֆունչանը կարևորում է IT ոլորտին կառավարությունների աջակցությունը։ Չինաստանի, Թայվանի, Հնդկաստանի ու նաև Հայաստանի կառավարություններն այդ ուղով են շարժվում։ Սինոպսիս կորպորացիայի նախագահի գլխավոր խորհուրդն է համաժողովի մասնակիցներին հզորացնել համալսարանների կարողությունները եւ հնարավորինս շատ երիտասարդներ կրթել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Դուք դեպիցով ելք չունեք, բայց ճանապարհները բացում եք խելքով։ Հայաստանը շատ տաղանդներ ունի, ձեր երիտասարդները ուժեղ են մաթեմատիկայից, մեկ այլ վկայությունը շախմատի հայ չեմպիոններն են։ Անհրաժեշտ է աջակցել տաղանդներին, որ ծառայեն Հայաստանում եւ աշխարհում IT ոլորտի զարգացման գործին։ Հայ մասնագետները վերջին շրջանում սկսել են նաև բարձրագրային արտադրանք տալ։ Հմուտ մասնագետների շնորհիվ է, որ աշխարհի հեղինակավոր ընկերությունները ցանկանում են ներկայանալ մեր երկրում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ IT ոլորտում նորամուծությունները փոխում են հասարակության մտածողությունը եւ բարձրացնում տնտեսության արդյունավետությունը։ Ընդհանուր արտադրանքի ծավալը ոլորտի այս պայծրությամբ կազմում է շուրջ 200 միլիոն դոլար եւ իր տեսակարար կշռող համախառն ներքին արդյունքի մեջ այն այսօր համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, բայց աճի տեմպերով մենք տեսնում ենք, որ այն մոտակա 3 տարիների ընթացքում արդեն գերազանցելու է հանքահումքային ոլորտը։ Ոլորտը տարեկան 1000 մասնագետի պահանջ է ունենում։ Armtech-ը հարթակ է բացահայտելու մեր երկրի հարաբերական առավելությունները եւ դրանք շեշտադրելու։ Ոլորտում մարդկային գործոնը մեծ է, կառավարությունը ծրագրերի մեծ մասն ուղղելու է կրթության ոլորտին։ Արմինե Պետրոսյան, Արմեն Անդրեսյան, Առաջին լրատվական։ Այս ոգևորիչ նորությունների շուրջ այժմ փոքրիկ զրույց կունենանք ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Ենգիբարյան։ Պարոն Ենգիբարյան, ինչ ներդրումների մասին էր խոսքը, ինչ ծավալի եւ ինչ նոր ծրագրերի մասին էր խոսքը ընդհանրապես։ Ծրագրերը դրանք բազմաթիվ են, ես մի քանիսին ուղղակի անդրադառնամ։ Ինչպես գիտեք, Հայաստանը արդեն մուտք գործեց աշխարհի ամենամեծ ինժեներական կազմակերպություններից մեկը, դա Սինգապուրյան ST Kinetics-ն է։ Խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոն ներդրումների մասին։ Շատ ողջունելի էր, որ Գյումրի տեխնոպարկի շրջանակներում Հայաստանը մուտք գործում
համաշխարհային ճանաչում ունեցող Թայվանից Դելին կազմակերպությունը, որը ոչ միայն իրենց ամբողջ համաշխարհային ծրագրային կենտրոնն են բերում Հայաստան, այլ Գյումրիում կկառուցեն իրենց տիպային նաև շենքը եւ ամբողջ մոդելը կտեղափոխեն Հայաստան եւ ողջունել է, որ անում են ոչ թե Երևանում, այլ Գյումրիում։ Հայաստանում է բացվել նաև Microsoft ինովացիոն կենտրոնը, որը տարածաշրջանում ամենամեծ կենտրոններից է համարվում եւ լուրջ խթան կհանդիսանա նորարարության զարգացման համար։ Եվ եւս երկու օրինակ ցանկանայի նշել Nokia կազմակերպության կողմից հավանաբար լսել եք, որ ամբողջ ԱՊՀ-ի, բացի Ռուսաստանի տարածաշրջանային կենտրոնը տեղակայված է լինելու Հայաստանում եւ Հայաստանը սպասարկելու ամբողջ տարածաշրջանը, նշեմ, որ նմանատիպ աշխարհում ընդամենը 5 լաբորատորիաներ կլինեն եւ նոյեմբերի 9-ին պատիվ կունենանք բացելու հայ-հնդկական տարածաշրջանային ուսումնական կենտրոնը, որը կունենա նաեւ հետազոտական բաղադրամաս։ Շատ լավ, պարոն Ենգիբարյան, նախորդ ARMTEC բոլոր կոնգրեսները կազմակերպվել են Սիլիկոնային հովտում։ Ինչ արդյունքներ են ունեցել դրանք եւ ինչ եք ակնկալում Երևանյան կոնգրեսից։ ARMTEC 2007 թվականին սկսվեց, սա 4-րդն է արդեն, ճիշտ եք նշում, որ նա Սիլիկոնյան հովտից սկսեց։ ARMTEC-ը դա տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում դարձավ Հայաստանի ամենամեծ եւ նշանակալից միջոցառումներից մեկը, եւ ինչ ենք ակնկալում այս ARMTEC-ից, մենք նկատում ենք որակական փոփոխություն։ Եթե նախորդ ARMTEC-ների ընթացքում մենք քննարկում ենք ինչը փոխենք Հայաստանում, ինչպես անենք, որպեսզի ներդրումներ լինեն, այս ARMTEC-ի ընթացքում արդեն հենց առաջի օրվա ընթացքում հայտարարություններ եղան Հայաստանում բազմամիլիոն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների։ Կցանկանայի նշել, որ այստեղ ոչ միայն կարևոր է նաև գումարային ներդրումը, այլ տեխնոլոգիական կենտրոնների հիմնումը Հայաստանում։ Եվ ARMTEC հիմնական շեշտադրումը Հայաստանում սկսեց դնել հետագա զարգացումների վրա, ինչպես կարող ենք կրկնապատկել եւ բազմապատկել մեր հաջողությունները։ Եվ կոնգրեսում արդեն իսկ նշվեց, որ մի քանի տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաները կդառնան մեր երկրի տնտեսության մրցակցային առավելությունը։ Ինչ է սա նշանակում։ Այսօր մենք ունենք արդեն 300 կազմակերպություն, խոսքը գնում է 200 միլիոնից ավել տարեկան շրջանառության մասին։ Եթե խոսում ենք մասնագետների քանակով, ապա գերազանցում է 12000-ը, որը շատ ոլորտներից արդեն առաջ է անցել, նույնիսկ արդյունաբերությունից, իսկ ինչ վերաբերում է հավելյալ արժեքին, այսինքն պարզ ասած աշխատավարձին, որ մարդիկ ստանում են, դա ամենաբարձրն է ոլորտում։ Եվ դա ինչ է նշանակում, որ Հայաստանը կարող է իր մարդկային պոտենցիալի միջոցով ներգրավել մեծ քանակությամբ ներդրումներ, ստեղծել եկամուտ եւ կարողանալ ստեղծել միջավայր, որ Հայաստանը մրցակցում է ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն հետաքրքիր բարձրաբանումների համար։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էր։ Սինոպսիս Արմենյան նշում է ուսումնական դեպարտամենտի 10-ամյակը, շնորհավորելով մոտ 100 մագիստրոսի եւ բակալավրի որակավորմամբ շրջանավարտներին, ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր ամբիոնի հետ ՏՏ ոլորտի զարգացման առաջատար ընկերությունը գործակցում է արդեն 7 տարի։ Կրթական այս ծրագրով արդեն մասնագիտացել է մոտ 400 ճարտարագետ, ստանալով Սինոպսիսի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ, բարձր որակավորում եւ գործնական հմտություններ։ Բարձր տեխնոլոգիաների զարգացող արտադրության համար ապագա աշխատուժի պատրաստմանը Սինոպսիսի աջակցությունն անհրաժեշտ է, ասել է Սինոպսիսի նախագահ Չի Ֆունչյանը, հավելելով բուհ արտադրություն գործակցության մոդելի 10-ամյա փորձը վկայում է ծրագրի արդյունավետության մասին։ Միայն այն փաստը, որ Սինոպսիսը ինքը հայտարարում է, որ այդ ամբիոնի գրավականն էր նաև պատճառ, որ իրենք եկան Հայաստան, որտեղ իրենք տեսան, որ այդ ամբիոնում ուսումնական պրոցեսի շարունակականության դեպքում իրենք կարող են նախապատվորեն իրենց համար կադրեր պատրաստել։ Շատ ծրագրային մեթոդներ կան, որը մենակ Սինոպսիսը ունի եւ տրամադրել է մեզ սովորելու համար։ Պաշտոնական մեկ լուր երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին։ Որոշվել է 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության Արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը։ Որոշվել է նաև 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։ Կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում։
20 բնակարան հայրենիքի պաշտպաններին Գորիսում շահագործման է հանձնվել ազգային բանակի 20 սպաների ընտանիքների համար նախատեսված բնակելի շենքը։ Բնակարանամուտը տոնող սպաներին շնորհավորել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ու նշել, որ զինծառայողներին բնակարանով ապահովելը Պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է։ Պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Ամփոփելով ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի գործակցության եռամսյակային արդյունքները, Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է Ղազախստանում անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ընդունված որոշումը։ Կանոնադրական փոփոխությունների շնորհիվ այսուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջև ռազմական ու քաղաքական գործակցությունն ավելի կամրապնդվի։ Արթուր Բաղդասարյանը դրական է համարել նաև ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական համագործակցության խորացումը ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Ըստ Բաղդասարյանի կարևոր նշանակություն ունի նաև ՀԱՊԿ շրջանակում մոտ 3000 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումների ստեղծումը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում կստեղծվի շուրջ 20,000 հոգանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք ուրեմն կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների սպառնացող վտանգների դեպքում, եւ սրա նշանակությունը նույնպես չափազանց կարևոր է։ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքի 556 կիլոմետր ընդհանուր երկարությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող արագընթաց բետոնե ծածկով ճանապարհի կառուցումը իրականացվելու է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Վերակառուցվելու է Երևան-Աշտարակ մոտ 11.5 կիլոմետրանոց հատվածը, բարձրացվելու է Երևան-Արարատ մոտ 38 կիլոմետրանոց հատվածի անվտանգությունը։ Աշտարակ-Թալին գրեթե 42 կիլոմետրանոց ճանապարհային երկշարք հատվածը կդառնա քառաշարք։ Ճանապարհաշինությունը կսկսվի 2012-ի գարնանը։ Ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար հայտ է ներկայացրել իսպանական 2 և չինական 4 ընկերություն։ 20-օրյա ժամկետում հայտնի կլինի հաղթող ընկերությունը։ Գոյություն ունեն հստակ պահանջներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն ընկերությունը կարող է ստանձնել հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքի շինարարությունը։ Մրցույթի մասնակիցների առաջ պահանջներ կա դրված, 5 տարվա փորձ, ֆինանսական հոսքերը, մասնավորապես վերջի 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի 100 միլիոն դոլարի շրջանառություն պետք է ունենա ֆինանսական, որակավորման չափանիշներից կարևորը որ մենք համարել ենք, դա գոնե 5 տարվա ընթացքում պետք է կառուցացնել 70 կիլոմետր բետոնյա ճանապարհ։ Եվ նմանատիպ գնահատման չափորոշիչների հիման վրա փաստորեն կորակավորվի, որից հետո կնայվի արդեն առաջարկված գին։ Տավուշի աննախադեպ սողանքից 7 օր անց փրկարարներին հաջողվել է հողից դուրս բերել 5 անհետ կորածներից 2-ին։ Այսօր հայտնաբերվել է Սոր Սումատյան եղբայրների Մերսեդես Մակնիշի մեքենան, որում էլ Արմեն և Մեխակ Սոր Սումատյանների մարմիններն էին։ Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են, դեռ անհետ կորած է համարվում 3 մարդ։ Շենգավիթի հարկային տեսչությունում բացվել է հարկվճարողների սպասարկման ժամանակակից կենտրոն, Հայաստանի հարկային համակարգում այն 5-րդն է, իսկ տեսչության շենքի հարակից տարածքում կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր մասնաշենք։ Ընդհանրապես 2011 թվականը պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է սպասարկման որակի բարելավման տարի, եւ այդ նպատակով ոլորտի առջև խնդիր է դրվել բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցնել մեկ ընդհանուր չափանիշի, բարձրացնել սպասարկման մակարդակը, բարելավել շենքային պայմանները։ Ինչպես նաև պետեկամուտների կոմիտեն նպատակ ունի հասնել նրան, որ անկախ տարածաշրջանային պատկանելությունից հնարավոր լինի համակարգի ցանկացած սպասարկման կենտրոնում իրականացնել հարկային եւ մաքսային ընթացակարգերը, անկախ այն հանգամանքից, թե որ հարկային տեսչությունում է գրանցված տվյալ տնտեսվարող սուբյեկտը։ Սա ոչ մենակ զուտ շենքային պայմանների խնդիր է, նյութատեխնիկական միջոցների խնդիր է դրված ու լուծված, այլ սա ամենից առաջ գործառույթների, որակապես նոր գործառույթների խնդիր է, հարկ վճարողների եւ ուրեմն հարկային մարմինների շփումները կրճատելուն ուղղված, հարկ վճարողների մատուցող ծառայությունների եւ քանակը եւ տեսականին ու որակի բարձրացմանը ուղղված միջոցառումը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի մահվան կապակցությամբ։ Անուրանալի է նրա ավանդը մեր ազգային հեռուստատեսության հիմնադրման ու զարգացման գործում։ Նրա երկարամյա մանկավարժական աշխատանքի շնորհիվ դաստիարակվել են Հայաստանին այդ ոլորտում անհրաժեշտ մասնագետների սերունդներ, ասված է Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում։ Նկարիչների միության գիտական քարտուղար Սարո Սարուխանյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին, ինչպես նաև հայ արվեստասեր հանրությանն ուղղված նախագահի ցավակցական հեռագրում նշված է։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սարո Սարուխանյանի ունեցած ներդրումը հայ արվեստի զարգացման և ժողովրդականացման գործում, նշել, որ նրա շնորհիվ Իջևանը դարձավ յուրահատուկ քանդակագործական մայրաքաղաք, որը զարդարված է հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքներով։ Երևանում այսօր կայացել է Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը։ Այն նախաձեռնել էր Սփյուռքի նախարարությունը, իսկ կազմակերպել էին Ակադեմիայի պատմության ինստիտուտն ու Մխիթարյան միաբանությունը։ Գիտաժողովին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մատենադարանի և ԵՊՀ գիտաշխատողներ, հյուրեր արտասահմանից։ Բացման խոսքում Սփյուռքի նախարարը նշել է, որ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում է գտնվում թերթերի և հայկական դրամների ամենախոշոր հավաքածուն, ինչպես նաև առաջին հայկական եռագույրը։ Հայրենանվեր ու ազգանվեր գործունեության համար եղան նաև պարգևատրումներ։ Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը։ Միջազգային մի քանի լուր Կահիրեն դարձյալ զանգվածային անկարգությունների հորձանուտում է, չնայած իշխանության սահմանած պարետային ժամին ընդհարումները Թահրիր հրապարակը ողողված ցուցարարների ու ոստիկանների միջև շարունակվել են։ Գիշերային անկարգությունների հետևանքով զոհվել է 24, վիրավորվել մոտ 200 մարդ։ Ցուցարարները հիմնականում քրիստոնյա ղպտիներ բողոքում էին երկրի հարավում կիսակառույց քրիստոնեական եկեղեցին քանդելու և հրկիզելու դեմ։ Անկարգություններին վերջ տալու նպատակով միջամտել են ոչ միայն ոստիկանները, այլև զինվորականները։ 40 մարդ ձերբակալվել է։ Գիշերվա արյունահեղությունը դավադրության հետևանք է, վստահ է Եգիպտոսի վարչապետը։ Նա եգիպտոսցիներին կոչ է արել պաշտպանել ազգային միասնությունն ու պատասխանատվություն ստանձնել սեփական երկրի հանդեպ։ Եվս 4 տարի Լեհաստանի կառավարությունը կշարունակի գլխավորել Դոնալդ Տուսկը, ամփոփվել է ընտրաթերթիկների 99%-ը։ Իշխող քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունը խորհրդարանում կստանա 206 մանդատ։ Ընդդիմադիր օրենք և արդարությունը, որ գլխավորում է Յարոսլավ Կաչինսկին, կունենա 157 տեղ։ Խորհրդարանում իշխող կուսակցության մեծամասնության կամ կոալիցիայի ձևավորման դեպքում գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել։ Լեհաստանի գյուղացիական կուսակցության հետ կոալիցիա ստեղծելու շուրջ բանակցությունները Տուսկը արդեն սկսել է։ Վարչապետի թեկնածությունը պետք է հաստատի նաև Սեյմը։ Արևելյան ու կենտրոնական Եվրոպայի մեծ մասը ձնաբուքի ճիրաններում է, ձյան տեղումները կատվածահար են արել երթևեկությունը Ավստրիայում, Շվեյցարիայում և Ռումինիայում։ Ու թեև Ալպերի բնակչության համար աշնանային ձյունը սովորական երևույթ է, ռումինացիներն անակնկալի էին եկել։ Ձյան ու մերկասառույցին պատրաստ չէին հատկապես վարորդները, շատ մեքենաներ դեռ ամառային անվադողերով էին։ Չնայած եղանակային անակնկալներին, Իռլանդիայում, հատկապես Դուբլինի Ավիվա մարզադաշտում մթնոլորտը շատ թեժ է լինելու պատճառը Իռլանդիա-Հայաստան խաղն է, որը մեր ֆուտբոլային պատմության ամենակարևոր հանդիպումն է։ Այս երկու երկրների հավաքականները պայքարում են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Հիշեցնեմ, որ առաջին անգամ մեր երկրի ֆուտբոլային ընտրանին առավել քան մոտ է աշխարհամասի եզրափակիչ ստուգատեսին մասնակցելու իրավունքը նվաճելուն։ Մեր հավաքականից լավ խաղ ակնկալելու հայ ֆուտբոլասերների հավատն ամրապնդվում է ազգային թիմի վերջին ելույթով։ Մեր հավաքականին սկսում է հավատալ նաև միջազգային մամուլը։ Հայկական, ռուսական ու եվրոպական սպորտային պարբերականների հրապարակումներում բազմապատկվել են Հայաստանի հավաքականի խաղն ու շանսը գնահատող նյութերը, նաև հեղինակավոր անձանց հետ հարցազրույցները։ Թող տարօրինակ չհնչի, բայց Հայաստանի հնարավորությունները Իռլանդիայի հետ խաղում գնահատվում են առնվազն ոչ պակաս, եթե ոչ առավել։ Հայաստանի թիմը դարձել է միասնական հրաշալի հավաքական, գրում է բրիտանական հանրահայտ Independent-ը, առանձնացնելով մի քանի անուն։ Նրանք այժմ գլխացավանք կդառնան Իռլանդիայի համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում ձեր էկրաններին ավելի հաճախ կհայտնվեն եվրոպական առաջնություններում։ Հենրիխ Մխիթարյանը, Յուրամ Օվսիսյանն ու Գևորգ Ղազարյանն են բրիտանական թերթի ֆավորիտները, որոնց հասցեին դրվատանքի խոսքեր չեն խնայվել։ Հայաստանի հավաքականում խաղում են երիտասարդ տղաներ, որոնց աչքերը պարզապես վառվում են։ Գուցե նրանք ոմանց զիջում են կարգով, բայց անձնուրացությամբ գերազանցում են բոլորին, եւ Աստված նրանց հաղթանակներով է պարգևատրում։ Այս թանկարժեք ու անկեղծ գնահատականի հեղինակը վրացի հայտնի ֆուտբոլիստ, Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Օմարի Թետրաձեն է։ Նույն թիմի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաև։
Անձամբ ես Հայաստանի հավաքականին եմ երկրպագելու։ Նրանք շատ համակրելի թիմ ունեն։ Ի սրտե ցանկանում եմ, որ դուրս գան Եվրո 2012-ի եզրափակիչ փուլ։ Ռուսաստանի հավաքականի գործող կիսապաշտպան Ռոման Շիրոկով։ Հայերը ոչ միայն վերջերս, այլև ամբողջ ընտրական փուլի ընթացքում լավ են հանդես գալիս։ Բոլորից շատ գոլ են խփել, նրանք արժանի են, ասել է Զենիթի կիսապաշտպանը։ Եվ վերջապես երկու ամենաձանրակշիռ կարծիքները։ Վարդան Մինասյանը ռուսական Sport Express-ի հետ զրույցում ասել է, որ շատ մեծ նվաճում չի լինի, եթե իր թիմը հաղթի Դուբլինում։ Ես չեմ ասի, որ 100%-ով հաղթելու ենք իռլանդացիներին, բայց դրա ներուժը ունենք։ Պատահաբար կարելի է հաղթել 1 կամ 2 խաղում, իսկ մենք արդեն 5 հաղթանակ ենք տոնել։ Մեր խաղի որակը թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանի հավաքականն առաջիկա խաղում լավ հնարավորություններ ունի։ Իսկ որ հակառակորդի մոտ գրեթե խոճապային տրամադրություն է, վկայում է նրա առաջատար Ռոբիկինի հարցազրույցը։ Հայաստանը շատ ուժեղ հավաքական ունի։ Մեզ համար շատ դժվար է հաղթել այս խաղում։ Անկեղծ ասած, ընդհանրապես կասկածում եմ, որ հաջողության կհասնենք։ Հայ ֆուտբոլիստներն ուժեղ առաջնություններում են հանդես գալիս, իսկ մերոնցից շատերը առաջին դիվիզիոններում են խաղում։ Ոչ միայն մենք, այլև օտարներն են սկսել հավատալ Հայաստանի հավաքականին, իսկ մեզ ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս դարում մնում է հասու բոլոր միջոցներով մեր հավատը, ջերմությունն ու աջակցությունը փոխանցել Դուբլին։ Ոչինչ չի խանգարում պատրաստվել վաղվան, մարզել ձայնալարերը, կուտակել հավելյալ էներգիա ու կրկնել հոկտեմբերի 7-ի խելացնոր գիշերը։ Արթուր Գրիգորյան, առաջին լրատվական։ Եվ այսպես Դուբլինի Ավիվա մարզադաշտ Իռլանդիա-Հայաստան հոկտեմբերի 11 Երևանի ժամանակով 22:45։ Ինչպես կընթանա խաղը եւ ինչ տեղի կունենա դրանից հետո Երևանի մեր բոլոր բնակավայրերի փողոցներում, Սփյուռքում դժվար է կանխատեսել։ Սակայն ինչպես են մեր ֆուտբոլիստները հասել այս հանգրվանին, դիտենք հոլովակում։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։